Միջազգային փորձագետներին մտահոգում է հայաստանյան ժողովրդավարության ներկա վիճակը։ Մեր երկրում դեմոկրատական գործընթացները դիտարկող անկախ մասնագիտական խումբը շահագրգիռ բոլոր կողմերի հետ հանդիպումներ է ունեցել, մերժում ստացել միայն կառավարությունից ու իշխող կուսակցությունից։ Մինչև 1 ամսվա ընթացքում այս խումբը վերջնական զեկույցը կկազմի, Հայաստան կգա երկրորդ թիմը, հույս ունեն գործադիրում կմտափոխվեն, իրենց հետ կհանդիպեն։ Ափսոսանքով եմ ասում, որ մենք լուրջ մտահոգություն ունենք, թե արդյոք կան ժողովրդավարական պայմաններ, որ հնարավոր դարձնեն ազատ արդար խորհրդարանական ընտրությունները։ Մենք մտահոգված ենք, որ տարբեր փորձեր են արվում միջամտելու դատական համակարգի եկեղեցու անկախությանը։ Իրավապաշտպաններն ասում են, ժողովրդավարությունը Հայաստանի ամենամեծ ուժն ու կապիտալն է, հետևապես նրանց խոսքով սա Հայաստանի ապագային վերաբերող հարց է, բայց միջազգային փորձագետները հիասթափված են նաև արևմուտքից, պնդում են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ միակողմանի մոտեցում են ցուցաբերել։ Մենք Հայաստանի կառավարությանը խորհուրդ ենք տալիս հանրային դաշտում կոնկրետ կարծիք ձևավորող պնդումներ եւ մեղադրանքներ չկիրառել, առանց դրանք փաստող ապացույցների։ Միջազգային փորձագետներն անդրադառնում են նաև Բաքվում ապօրինաբար պահվող գերիների խնդրին։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղարն ասում է, սա վիրավորանք է հայ ժողովրդի արժանապատվությանը։ Անարդար են որոշումները, որոնք կայացրել են ադրբեջանական դատարանները։ Այսօր միայն մեկ տարբերակ կա դիմել եվրոպական դատարան։ Դժբախտաբար դա նշանակում է գործի երկարատև քննություն։ Իրավական ճանապարհի այլընտրանքը քաղաքական բանակցություններն են, սակայն մասնագետներն ասում են, այստեղ էլ Հայաստանի իշխանությունների կողմից ջանքեր չեն տեսնում։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։